Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ամփոփիչ մամուլի ասուլիսի շրջանակում ներկայացրել է նախորդ տարվա ձեռքբերումներն ու մեդիադաշտում առկա լրջագույն սպառնալիքները։ Տիգրան Հակոբյանը առանձնակի ուշադրություն է հրավիրել վերահսկողական գործառույթների խստացմանը, նշելով, որ միայն նախորդ տարի նախաձեռնվել է 84 վարույթ, ինչը աննախադեպ ցուցանիշ է համեմատած նախկին տարիների հետ։ Նրա խոսքով այս վարույթները միտված չեն խոսքի ազատության սահմանափակմանը, այլ ուղղված են հեղինակային իրավունքի պաշտպանությանը, բռնության տեսարանների և անօրինական գովազդի դեմ պայքարին, ինչը նպաստում է Հայաստանի միջազգային վարկանիշի բարձրացմանը։ Մենք նախաձեռնել ենք 84 վարույթ։ Ձեզ այդ թիվը ոչինչ չի ասի, եթե ես համեմատություն չանեմ, որ 2011-ից 2018 թվականից, ինչի 2011-ից, որովհետև առաջին մրցույթները հանրային մուլտիպլեքսի սլոթերի համար 2011 թվականին էին կայացել, 2011-ից 18 7 տարվա ընթացքում մեր հանձնաժողովը նախաձեռնել էր ընդամենը 15 վարույթ։ 15 վարույթ 7 տարվա մեջ եւ միայն անցյալ տարի 85 վարույթ, 84։ Պատկերացնում եք տարբերությունը եւ ընդհանրապես 19 թվականից մինչեւ նախորդ տարի մոտ 400 մենք վարույթ ենք նախաձեռնել, որի արդյունքում պարզ է, որ որոշ լրատվամիջոցներ պատիժներ են կրել ֆինանսականից մինչև օրինակ հաղորդումների կասեցում։ Տիգրան Հակոբյանը մտահոգություն է հայտնել հատկապես արհեստական բանականության միջոցով ստեղծվող սինթետիկ կոնտենտի եւ դիփֆեյքերի տարածման վերաբերյալ։ ՀՌՀ նախագահը ընդգծել է, որ համացանցն այսօր դարձել է ատելության խոսքի եւ ապատեղեկատվության հիմնական հարթակ, որը ի տարբերություն ավանդական մեդիայի գրեթե չի կարգավորվում։ Հակոբյանի խոսքով իրենք արդեն իսկ աշխատում են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ օրենսդրական նոր նախագծերի շուրջ, որոնք թույլ կտան վերահսկել համացանցային տեսալսողական բովանդակությունը եւ պաշտպանել հասարակությանը, հատկապես անչափահասներին վտանգավոր ազդեցություններից։ Արհեստական բանականության գործիքներով գեներացված արհեստական բովանդակությունն է եւ դիփֆեյքն է։ Դուք երևի չեք նկատում, մենք արդեն տեսնում ենք, որ որոշ հեռուստաընկերություններ նամանավանդ համացանցում նրանք սկսել են օգտագործել այդպիսի տեսալսողական բովանդակություն։ Ամենապարզ բաները դուք տեսել եք, որոնք ճանաչել են, օրինակ, չգիտեմ, երկրի նախագահան կամ շատ հայտնի բժիշկ ինչ-որ մի բան են, հա, գովազդում, որ իրականում իրանց դենը չի, նրանք չեն, դա մենք անզեն աչքով տեսնում ենք, բայց այսօրվա տեխնոլոգիաներով արդեն կամաց այդ բովանդակության մեջ, հատկապես համացանցային հեռուստաընկերություններում ներածում են այդպիսի սյուժեներ, որոնք անզեն աչքով մեր շատ ջուրահավատ շատ ժամանակ մեդիագրագիտությունից դուրս հասարակության հատվածները նրանք չեն կարող հասկանալ, որ դա իրականություն չի եւ այդ դիփֆեյքերը եւ այդ սինթետիկ կոնտենտը, երբ որ ցանկացած մարդուն կարաս ցանկացած միջավայրում նկարես, կներեք կարաս մերկացնես հայտնի տիկնոջը եւ գցես համացանցի մեջ եւ դա անցալվի որպես ճշմարտություն, դա բավականին մեծ սպառնալիք է մեզ բոլորիս համար։ Անդրադառնալով նոր օրենսդրական գաղափարություններին, Հակոբյանը հայտնել է, որ նպատակ ունեն պաշտպանելու հանրության լայն շերտերին, ատելության խոսքից եւ ապահովելու հավասար պայմաններ, ինչպես հանրային մուլտիպլեքսում, այնպես էլ կաբելային եւ համացանցային տիրույթում գործող լրատվամիջոցների համար։ Խոսելով հնարավոր պատժամիջոցների մասին, նա պարզաբանել է, որ հանձնաժողովը որդեգրել է մեղմ վարչարարության քաղաքականություն, նախևառաջ տալով զգուշացումներ եւ ժամանակ սխալները շտկելու համար։ Միայն պարբերական խախտումների, բռնության կամ սահմանադրական կարգի տապալման կոչերի դեպքում հանձնաժողովը կկիրառի կոշտ գործիքակազմ, ընդհուպ մինչև հեռարձակման կասեցում։ Շորընկերություններ նրանք